Հա, անդիմության կողմն եմ, իհարկե, որ Նիկոլի կողմը չեմ։ Ինքնով է, որ մեզ մնացել է մեզ վաճառի, հա, Սևանը դարավ գոլչա, մենք էլ դարանք տրապկա, չէ, տենց չի։ Արշալույսի այս բնակիչն ասում է, Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին մասնակցում է ավելի մեծ նպատակով, որ Սևանը Սևան մնա, Հայաստանի մյուս բնակավայրերի անուններն էլ Ադրբեջանի նախագահը չփոխի։ Առաջին միակ եւ անփոխարինելի հարցը Նիկոլին հանելը։ Այդ կարգերի վերացումը։ Մեր երկրի վիճակի հետ կապ ունենք։ Այս ինչ ավռել է, գոյատևել է։ Դուք չեք տեսնում ինչա փոխվել ամեն ինչ։ Իմ տեսանկյունից ամեն ինչ փոխված է դեպի լավը։ Այս կինն էլ ընտրատեղամաս է գնալու Փաշինյանին ամրապնդելու նպատակով։ Նրա աչքերով ամեն ինչ դեպի լավն է գնում, ավելի լոկալ հարցերն են իրեն մտահոգում։ Նախկինում մեջ միացնում ուրիշ բարքեր էին, որ հիմա չկան։ Կարևորը չկա առաջվա փակված փողոցները, որ փակել էին մաս իրանց բանով։ Գիտեք, եկեք համեմատեմ մինչև հեղափոխությունը ու հետո։ Ես այստեղ ուսանող եմ եղել, շատ բաներ եմ տեսել մինչև այդ, ահա որ բարքեր էր այստեղ այն ժամանակ տիրում։ Հիմա ոնց է ժողովուրդը խորը շունչ է քաշելու ապրում է։ Մի մարդը բոլորի համար լավ չի կարող լինել։ Մենք միասին կարողանալու ենք կերտել արժանապատիվ ապագա։ Վստահ ասում եմ, հաղթանակ լինելու է, քանի որ եկել է ժամանակը։ Ես վստահ եմ, որ Վաղարշապատցիները այս ընթացքում իրենց լկտի հայտարարություններին արժանի պատասխան են տալու նոյեմբերի 16-ի ընտրություններով։ Տարածքային կառավարման նախարարը, որ իր կարևորագույն ոլորտը 2 շաբաթ թողել ու միացել է Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավին, վստահ է, այստեղ չի կրկնվի փարաքարի սցենարը։ Փաշինյանին ջախջախիչ պարտության մատնող ուժ չկա, ինչպես եղավ 7 ամիս առաջ նույն մարզի փարաքար համայնքում։ Փարաքարում ի տարբերություն Վաղարշապատի ամբողջովին այլ իրավիճակ էր, մասնավորապես այնտեղ քոչարյանական ուժեր չէին առաջադրվել, եւ եթե քոչարյանական ուժեր առաջադրվեին, այնտեղ կարծում եմ իրավիճակը այլ կլներ եւ իրենք հասկանալով դա առաջադրել էր այլ քաղաքական ուժից տեխնացու էր առաջադրվել։ Ըստ Դավիթ Խուդատյանի իշխանությունն այնտեղ պարտվել էր, քանի որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող ուժ կամ տեխնացու չի մասնակցել ընտրություններին։ Ընտրված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը, որ 1 ամիս առաջ սպանվեց իր տան մոտ, ապրելու երկիր կուսակցությունից էր։ Արդյոք նախարարի տրամաբանությունից ստացվում է, որ քաղաքացիական պայմանագիրը ամենուր կպարտվի, եթե տեխնացուն Քոչարյանի հետ չկապվող ուժերից լինի։ Ես ուզում եմ ասել, որ Վաղարշապատում եւ փարաքարում ամբողջովին տարբեր իրավիճակներ են։ Ես ասացի, որ այն ուժերը, որոնք օրինակ են բերում փարաքարը, իրենք փարաքարի հաջողության, ընդդիմության հաջողության մաս չեն կազմում եւ իմաստ չունի դա իրենց վերագրել։ Քաղաքը իրենց պատկերացմամբ միայն տոմետով եւ բորձյուրով է, ոչ։ Վաղարշապատում համայնքապետի համար պայքարող ուժերից իշխանության գլխավոր մրցակիցը համարվում է Հաղթանակ դաշինքը, որ առաջ ու դաշնակցություն կուսակցությունների միասնությունն է։ ԿՊԱԿ նախարարը մրցակիցներից Հաղթանակ Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունները համարում է քոչարյանական։ Իրենք անկախ իրենց ցուցակների առաջին համարների անուն ազգանուններից, իրենք քոչարյանական ուժեր են, ովքեր փորձում են տեղային ռևանշի միջոցով Հայաստանում վերցնել իշխանություն, որ իրենց մոտ չի ստացվել։ Վստահ եմ, որ Վաղարշապատցիները իրենց ձայնով քաղաքացիական պայմանագրին պարզապես իշխանազրկելու են Վաղարշապատում։ Ընդդիմադիր ուժերն էլ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում Փաշինյանի իշխանության պարտությունն են կանխատեսում։ Պնդում են, թե իշխող ուժի վարկանիշն ընկել է։ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից կոռուպցիոն սկանդալով հեռացած Դիանա Գասպարյանն էլ հո նախկին չէր, Փաշինյանի թիմակիցն էր ԿՊԱ անդամ։ Ես չեմ ցանկանա գործի մանրամասների մեջ խորանամ, ընդամենը կասեմ, որ պարոն Մեխակյանը ամբողջովին այլ անձ է, Տիկին Գասպարյանը ամբողջովին այլ անձ է, Վաղարշապատցիների աշկի առաջ երկուսն էլ աշխատել են։ Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Մարդիկ այս կիրակի կորոշեն, որ ուժին վստահեն իրենց համայնքը։ Քաղաքական ուժերը ամփոփում են քարոզարշավը երթերով ու հավաքներով։ Իշխանությունն ընդդիմադիրներին մեղադրում է ռևանշի համար։ Ընդդիմադիրներն էլ իշխանությանը խախտումների ու վարչական ռեսուրսի չարաշահման։ Դիտորդական կազմակերպություններն էլ են հայտարարել չարաշահումների ու ընդդիմադիրներին աշխատանքից հեռացնելու ահազանգերի մասին։ Եթե մենք քաղաքական նպատակներով մարդկանց ազատող լինենք, ապա եւ Հաղթանակ դաշինքից
Հաղթանակ դաշինքի ցուցակով առաջադրված տեխնացու կա, որ աշխատում է ՏԿ-ն ենթակայության հիմնարկում եւ նաեւ դեմոկրատների ցուցակով տեխնացու կա առաջադրված, ով աշխատում է ՏԿ-ն ենթակայության հիմնարկում։ Էջմիածնի համայնքապետի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է նաեւ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունը։ Ազատ դեմոկրատներ, ազգային առաջընթաց ժառանգություն կուսակցություններն են մասնակցում։ Երևանի ավականիում իշխանության կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցությունն էլ։ Այս ընտրություններում էլ քարոզարշավն առանց քրեական զարգացումների չանցավ։ Գեղակերտի դպրոցի ԿՊԱ-ական տնօրեն ձերբակալվեց։ Ընդդիմադիր Մայր Հայաստանի տեխնացուների դեմ քրեական գործեր են պատրաստվում։